Բարև ձեզ, արգելի հեռուստադիտողներ, սիրելի հայրենակիցներ, շարունակում ենք մեր հաղորդումները մեծ հայք հեռուստատեսությամբ եւ այսօր մենք ձեզ կծանոթացնենք մի նյութի, որը կոչվում է դեպի կործանում տանող հին ճանապարհը։ Սա մի հոդված է, որ տպագրվել է 1989 թվականին Մաշտոց թերթում, որը հիմնադրել էր երջանկայի շտակ դոկտոր պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանը, մի հայրենասեր եւ ազգայնական հայ մտավորական, որի մտքերին էլ տվյալ հոդվածում դուք հեսա կծանոթանաք, այժմ կծանոթանաք, ես ուղղակի կկարդամ, կընթերցեմ ձեզ համար շատ հետաքրքիր այդ հոդվածը, որ իրականում հարցերի շարան է եւ այժմ կտեսնեք, թե ինչի մասին է խոսքը։ Եվ այսպես դեպի կործանում տանող հին ճանապարհը Ռաֆայել Իշխանյան 1989 թվական Մաշտոց թերթ։ Առաջին այն որ երկրի թագավորն էր գրել, թե հայերին պետք է ոչնչացնել մահմեդականների միջոցով։ Երկրորդ ով է Անդրկովկասի նահանգների սահմաններն այնպես որոշել, որ պատմական Հայաստանի հողերը հայկական հոծ բնակչությամբ Ուտիկ, Արցախ, Սյունիք, Լոռի, Ջավախք մնան Ելիզավետպոլի ու Թիֆլիսի նահանգներում, որովհետեւ հետո դրանք Հայաստանի Հանրապետությունից դուրս մնան կամ Հայաստանի ու յուր հարևանների միջև պատերազմի պատճառ դառնան։ Երրորդ ով էր 20-րդ դարի սկզբին Անդրկովկասում զինում հայերի հարևան մահմեդականներին հայկական ջարդեր կազմակերպելու համար։ Չորրորդ որ երկիրը պաշտոնապես հայտարարեց եւ յուր սկզբունքը դարձրեց Հայաստանն առանց հայերի քաղաքականությունը։ Հինգերորդ որ պետության հրամանով փակվեցին նույն երկրում եղած բոլոր հայկական դպրոցները եւ բռնագրավեց հայ եկեղեցու ունեցվածքը։ Վեցերորդ որ պետության զորաբանակների աչքի առջև ոչնչացվեց ու տեղահանվեց Արևմտա Հայաստանի ամբողջ հայությունը եւ այդ զորաբանակները որևէ օգնություն ցույց չտվեցին հայերին։ 7-րդ այն ով էր, որ Սուտ նահանջի անվան տակ 1915 թվականին վերացրեց Վասպուրականի հայկական պետությունը եւ Վասպուրականի հայությանը քշեց յուր դարավոր բնօրանից դեպի հյուսիս Արարատյան դաշտ։ 8-րդ այն որ պետությունն էր, որ դատարկված Արևմտա Հայաստանում կազակներ էր բնակեցնում։ 9-րդ այն որ երկիրն էր, որ 1917 թվականից յուր զորքերը հետ քաշեց Հայաստանից, որպեսզի թուրքական զորքերը գրավեն Հայաստանը եւ կեղծ հայտարարություն արեց Արևմտա Հայաստանի իբր թե ինքնորոշման մասին։ 10-րդ այն որ երկիրն էր, որ մահացող Թուրքիային կենդանացրեց մեծ քանակությամբ զենք, հանդերձանք, ոսկի տրամադրելով նրան։ 11-րդ այն որ երկիրն էր, որ քեմալական Թուրքիայի հետ պայման կապեց Հայաստանի Հանրապետությունը իրար մեջ բաժանելու մասին։ 12-րդ այն ում հետ էր Քեմալը համաձայնեցրել յուր զորքերի ներխուժումը Պարսի մարզ։ 13-րդ այն ում հրանգով էին 1920 թվականին Բաքվից Հայաստան գրություններ ուղարկում յուրյանց մարդկանց 5-րդ Շարասյան գործակալներին թուրքական արձակվող բանակին ամեն կարգի աջակցություն ցույց տալու եւ հայկական բանակի ու Հայաստանի պարտությունը կազմակերպելու մասին։ 14-րդ այդ որ բանակներ, որ մտավ Հայաստանի մնացած մասը եւ վերացրեց հայկական պետականությունը։ 15-րդ այդ որ բանակներ, որ կռվում էր Զանգեզուրը գրավելու եւ Ադրբեջանին միացնելու համար։ 16-րդ այդ որ երկիրն էր, որ Կարսն ու Սուրմալուն Հայաստանից անջատեց ու 1921 թվականին հատուկ պայմանագրով համարեց Թուրքիայի մասը։ 17-րդ այդ որ երկիրն էր, որ 1921 թվականին Նախիջևանը նվիրեց Ադրբեջանին եւ դեռ Շարուրն էլ միացրեց Նախիջևանի մարզին ու նույնպես անջատեց Հայաստանից։ 18-րդ այն որ պետությունն էր, որ 1921 թվականին Արցախը նվիրեց Ադրբեջանին։ 19-րդ այն որ պետությունն էր, որ պաշտոնապես հայտարարեց, թե Հայաստանը Թուրքիայից որևէ հողային պահանջ չունի։
20-րդ այդ որ երկրի ղեկավարությունն էր, որ 1988 թվականի փետրվարի 20-ին հայտարարեց Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիության եւ Արցախը Ադրբեջանի կազմում մշտապես մնալու մասին։ Եվ որպես եզրակացություն վերջին նախադասությունը ոչ Ռուսաստանը թշնամանալու մասին չէ խոսքը, այլ Ռուսաստանին ճիշտ ճանաչելու, մեր հողերի հարցում նրա հետ որևէ հույս չկապելու մասին։ Ռաֆայել Իշխանյան, Դեպի կործանում տանողին ճանապարհը, 1989 թվական Մաշտոց թերթ։ Մեր կողմից պետք է ասենք, որ կարող ենք ավելացնել բազմաթիվ հարցեր ուղղված Ռուսաստանին։ Ահա դրանցից ընդամենը մի քանիսը։ Առաջին, որ երկիրն է, որ 1833 թվականին հաղթական Եգիպտոսի բանակից փրկեց թուրքական կայսրությունը եւ դրանով իսկ հնարավոր դարձրեց հայերի ցեղասպանությունը 1915 թվականին։ Երկրորդ, որ երկիրն է, որ 1912-13 թվականների հաղթական Բուլղարիայի բանակից Բալկանյան պատերազմ կար առաջին, հետո երկրորդ, Բուլղարիայի բանակից փրկեց թուրքական կայսրությունը եւ դրանով իսկ անխուսափելի դարձրեց հայերի ցեղասպանությունը 1915 թվականին։ Երրորդ, որ երկիրն է, որ 1920-21 թվերին Հունաստանի թագավորության եւ Հայաստանի Հանրապետության բանակներից փրկեց կործանման եզրին կանգնած քեմալականներին եւ դրանով իսկ հնարավորություն տվեց 1920 թվականին վերստեղծելու եւ հռչակելու թուրքական պետությունը։ Չորրորդ, որ երկիրն է, որ 1920-23 թվականին ստեղծեց եւ հայկական հողերի ու բնակչության հաշվին ընդլայնեց ու հզորացրեց այսպես կոչված ադրբեջանական խորհրդային հանրապետությունը։ 5-րդ, որ երկիրն է, որ 1936 թվականին պաշտոնապես ստեղծեց պատմության մեջ մինչ այդ գոյություն չունեցած նոր ազգ ադրբեջանցիներ։ 6-րդ, որ երկիրն է, որ ոչնչացրեց հայ զինվորականության եւ մտավորականության ամբողջ սերուցքը եւ դաժան ու բիրտ լծի տակ ստրկացրեց մնացած հայության զանգվածները։ 7-րդ, որ երկիրն է, որ Գերմանիայում իշխանության բերեց Ադոլֆ Հիտլերի գլխավորած նացիոնալ-սոցիալիստական կուսակցությանը, դրանով իսկ սկսելով Եվրոպայի վերաբաժանումը եւ երկրորդ համաշխարհային պատերազմը, որին զոհ էր գնալու 300,000 հայ զինվոր ու սպա։ 8-րդ, որ երկիրն էր, որ 600,000 երիտասարդ հայերի քշեց Հիտլերյան Գերմանիայի դեմ պատերազմի, որտեղ այդ հայերի կեսը զոհվեց։ Մի պատերազմ, որ հայ ժողովրդին պետք չէր եւ նրա հետ ոչ մի կապ չուներ։ 9-րդ, որ երկիրն է, որ երկրաշարժի օգնությամբ ոչնչացրեց 250,000 հայերի, վիրավոր, հաշմանդամ ու անտուն դարձրեց եւս 750,000-ի եւ դրանց թվում անհետ կորան հազարավոր հայ որբացած երեխաներ, դառնալով գենետիկ հումք կործանող թշնամու Հայաստանը կործանող թշնամի երկրի գենաֆոնդի հարստացման ու բարելավման համար։ 10-րդ, որ երկիրն էր, որ 1998-91 թվականների ընթացքում ադրբեջանցիներ կոչվող թուրքերի ձեռքով գրեթե ամբողջությամբ ոչնչացրեց Արևելյան Հայաստանի հողերի վրա բնակվող հայերին, մասնավորապես Սումգայիթի, Բաքվի, Գանձակի, Գարդմանի, Գյուլիստանի եւ այլ հայաբնակ քաղաքների ու շրջանների հայությանը։ 11-րդ, որ երկիրն էր, որ 1994 թվականին հաղթական հայկական բանակից եւ տեղական ազգերի, լեզգինների, ավարների, թալիշների եւ այլոց ապստամբություններից փրկեց Ադրբեջանին, այսինքն փոքր Թուրքիային։ 12-րդ, որ երկիրն է, որ 2016 թվականին պրոարևմտյան թուրքական զինվորական հեղաշրջումից փրկեց Էրդողանին եւ դրանով իսկ հետագայում գոյության շանս տվեց թուրքական ագրեսիվ պետությանը։ 13-րդ, որ երկիրն էր, որ յուր գործակալական ցանցերով քաղաքական, տնտեսական, ռազմական կախվածության մեջ էր պահում Հայաստանը, թույլ չտալով երկրի իսկական անկախ եւ ազատ զարգացումն ու հզորացումը։ 14-րդ, որ երկիրն էր, որ քառօրյա ու 44-օրյա պատերազմներ սանձազերծեց Հայաստանի դեմ եւ թուրք-ադրբեջանական յուր եղբայրների հետ միասին Հայաստանին նենգաբար ու դավադրաբար ասրեց պարտության, հնդսմին ինքնինքը ներկայացնել որպես Հայաստանի դաշնակից։ Վնասական Տեր Խաչատրյանց Բագրատունի Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպություն միջազգային շարժման համանախագահ գնդապետ պատմաբան։ Այսքանը